Ռուսաստանից ավելի քան 4 միլիարդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանին։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբյանը մեղադրվում է պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։ Ինքը Հակոբյանն այսօր հրաժարվեց մեկնաբանություն տալ ազատությանը։ Փոխարենը նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը գեներալ գնդապետը չի ընդունում մեղադրանքը։ Դատախազությունից տեղեկացնում են, որ այս գործը կապ չունի անպիտան հրթիռների քրեական գործի հետ, որով մեղադրյալների շարքում դարձյալ նախկին բարձրաստիճան զինվորականներ են, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ու գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։ Պարոն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, այն պարզ պատճառով, որ իրան մեղսագրվող արարքը իր հետ ընդհանրապես կապ չունի, իրեն մեղսագրվում է այնպիսի գործողություն, այնպիսի մեղադրանք գործողության չկատարում, որի իրավասությունը ինքը չի էլ ունեցել։ Իսկ այդ գործողությունը կատարված է եղել ավելի վերադաս մարմնի կողմից։ Պաշտպանության նախարարության եւ ռուսական Ռոսօբորոն էքսպորտ ընկերության միջև։ Մինչդեռ մեղադրող դատախազ Կարեն Կարապետյանը հակառակն է պնդում, շեշտելով զենքի մատակարարման պայմանագիրը ռուսական ընկերության հետ 2016-ին կնքել է հենց պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբյանը։ Դատախազը հանրայինի հետ զրույցում հայտնել է, թե պայմանագրով ձեռք են բերվել հետախուզության եւ կրակի կառավարման շարժական ռադիոտեղորոշիչ համակարգեր։ Դրանք ըստ դատախազության առանց գործնական փորձարկման 2017-ին մատակարարվել են Հայաստանի ու Արցախի զինուժի ստորաբաժանումներին։ Սակայն դրանց առաջին իսկ կիրառության դեպքերում դրանք գործնական պայմաններում չեն կարողացել կատարել իրենց առջև դրված խնդիրները, չեն համապատասխանել իրենց մարդավարատեխնիկական բնութագրերին։ Ընդ որում դատախազության ներկայացմամբ 2018-ին Ռուսաստանից մասնագետներ են եկել համակարգերը նորոգելու համար։ Այս դրվագով էլ զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով մեղադրանք է առաջադրվել բանակի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ Արմեն Հարությունյանին։ Նա եւս չի ընդունում մեղադրանքը։ Արմեն Հարությունյանը, հանդիսանալով հրթիռային զորքերի հրետանու վարչության պետ, պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, չի ստուգել վերանորոգվել են թե ոչ վերջնական եւ դրանք պիտանի են արդյոք կիրառելու համար թե ոչ, եւ ռուս մասնագետները գնացել են Հայաստանի Հանրապետությունից։ Դատախազությունը երկու գեներալներից հօգուտ պետությանը պահանջում է բռնագանձել ավելի քան 4 միլիարդ դրամը։ Մովսես Հակոբյանի փաստաբանն ազատությանն ասաց, թեև իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետը լրացել է, սակայն նա պատրաստվում է դատարանում ապացուցել անմեղությունը։ Ինքը եթե մեղավոր լիներ, վաղեմություն անցած դեպքում կարող օգտվեր պետության կողմից տրված արտոնությունից եւ իր նկատմամբ քրեական վարույթը կարճվեր, բայց չենք ընդունել, որոշել ենք գնանք պայքարելու եւ մեր անմեղությունը հիմնավորելու ճանապարհով։ Պլանի վերաբերյալ կա որոշում կայացնող 60-ամյա Հակոբյանը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու համար։ 4 տարի առաջ հարուցված այս գործով սակայն դեռ դատավճիռ չկա։ Այս մեկն առնչվում է 44-օրյա պատերազմից 10 օր անց գեներալ գնդապետի արած հայտարարություններին։ Նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում Հակոբյանը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագից, գնվել է սխալ զինտեխնիկա։ Միևնույն ժամանակ իշխանություններին մեղադրել էր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար։ Դատական այս գործի ընթացքին ծանոթանալ հնարավոր չէ, դատալեքս համակարգում այն փակ է պետական գաղտնիքի պատճառաբանությամբ։